Շուտով մայիսի 9-ն է եւ կա տեղեկություն, որ մոտ 20 երկիր պետք է մասնակցի, 20 երկրի ղեկավարներ կլինեն Մոսկվայում, այդ թվում նաեւ մենք։ Կարծեմ, հա։ Իմ պապը զոհվել է, հայրս էլ վիրավորվել է մի 4 անգամ, ես ֆրոնտավիկի տղա եմ։ Իմ պապն էլ է։ Ու ես համարում եմ, այո, համարում եմ, որ մենք նացիզմին մենք վրեժ լուծեցինք, Բրանդենբուրգ դարձրեցինք Պրուսիան։ Ես համարում եմ, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի վարքագիծը պատժի արժանի էր մեր դիվիզիան, իմ պապը մտավ Բերլին։ Առաջին համաշխարհային։ Երկրորդի ժամանակ, երկրորդի առաջինի ժամանակ, չէ, մերոնք ստեղ կռվում էին Սարդարապատում։ Հա, ես սպայի թորեմ, ուրեմն մերոնք մտան Բերլին։ Իմ հայրը մտավ Բերլին, պատի վրա խզմզեց, լյովա գրեց։ Լևոն Մարկարայից։ Ուզում ասեմ, որ մենք լավ արեցինք, որ մտանք Բերլին, նացիզմը խեղդեցինք, դա մարդատյացության, ատելության իշխանություն էր, երկիրը ատելության ջատագովների ձեռքում էր, այդ հրաշքի երկիրը 100 միլիոն գերմանացի պատկերացրու, 100 միլիոն գերմանացի լծվել էր մարդասպանությանը։ Մենք մտանք ասեցինք նստեք տեղներդ։ Լավ արեցինք։ Ես համարում եմ, որ մենք հաղթել ենք եւ վրեժ լուծեցինք առաջին համաշխարհային պատերազմի Թուրքիայի դաշնակցից ու թուրքերին ասեցինք ականջներիդ օ արեք։ Մենք դա արեցինք, գտանք դաշնակից։ Գտել ենք դաշնակից հակահիտլերյան կոալիցիայի մեջ մենք էլ էինք մտել։ Դե վերջին պատմական շանսը հենց վերագրվում է ձեր նկարագրած պատմական փուլին, երբ սովետական զորքերը պետք է անցնեին թուրքական սահմանը։ Իմ պապը պատմել է այդ մասին, Գյումրիում մոբիլիզացրել են նրանց։ Այո։ Նրանց մոբիլիզացրել են։ Մեր տանը են։ Շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Պատրաստ չէինք։ Վաշինգտոնը եւ Լոնդոնը մատթափվեցին ստա։ Պատրաստ չէինք մենք, Վաշինգտոնը, Լոնդոնը մեզ կասեին հա մտեք, վերջացրեք, դա էլ մեր կյանքը խանգարում, թունավորում է, տոքսիկ է Թունաստանը։ Թուրքիան եւ տոքսիկ պետք է։ Եվ ասում են թուրքերը հաշտվել էին այդ մտքի հետ էին քաշել զորքերը։ Հիմա էլ կա չէ այդ պատմական խոսքը։ Ժուկովին են կարծեմ հարցը, ինչքան կտևի այդ բանը, ասել է նախաճաշը կանենք Գյումրիում, ճաշը Խարսում։ Պատկոմները, Գյուղսովետի նախագահներին, բաներին արդեն ընտրել էին, այստեղ նշվում։ Վերջ, այդ չնել է փակվել, դա վերջին շանսն էր, իմ կարծիքով, չէ։ 600 տարի սպասեցինք Երևանսկի օբլաստը գրավեցինք, դառավ Արմեսսր, հետո էլ դառավ Հայաստանի Հանրապետություն 600 տարի Կիլիկիայից հետո հաշված։ Մենք համբերություն ունենք, քանիսն են տենց գնացել եկել, մենք դեռ կանենք։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 1957 թվականին լիկվիդացվեց հայկական զորամասը Ստալիշնի պոլկը։ 1957 թվականին, 1955 թվականին Գարեգին Նժդեհը բանտում սպանվեց։ Ծրագիրը կար, Գարեգին Նժդեհին պահում էին որպես պատանդ, պետք լինի Գարեգին Նժդեհը դուրս էր գալու, հայկական զորք կար։ Դուք պատկերացնում եք սովետական միությունում հայկական զորամաս, այդ սպաների հետ իմ հարազատների չկային, որ այդ աչ դա։ Դե հա, Թամանյան դիվիզիա։ Այդ շանսը այն ժամանակ ավելի փոքր շանս էր, քան թե հիմա, բայց դրա համար պետք է կամք եղել է ուղղակի այդ ատոմային շանտաժը Ստալինը չկարողացավ կուլ տալ։ Ստալինը առանձնապես չէր էլ ուզում, դա բան է, չէ, երկրորդ Ռոմը իրանք էին, չէ, բյուզանդացի են, վրացիները իրանք բյուզանդացի են համարում, մենք էլ կոնկուրենտ էինք։ Շատ շեղվեցինք։ Հա։ Հետաքրքիր շեղում է, էլի։ Այս օրերի քննարկումներում շատ է նշվում կամ շատ է առանձնացում Գյումրիի ընտրությունները որպես Հայաստանի ներքաղաքական կյանքը ակտիվացնող ինդիկատոր։ Դուք եք այդպես կարծում։ Ես Գյումրիում մրսեցի հիվանդացա նոր եմ։ Այդպես էլ կա ուրեմն այդ ընտրությունները։ Ականջում եք չէի գալ։ Ես նույնիսկ զոհ ենք տվել մեկ։ Իմ առողջությունն եմ տվել ես Գյումրիի ընտրություններում հետևանք, սա ստուգարք էր։ Մերժեցին հեղափոխությունը գյումրեցիները։ Ինչու հեղափոխական թիմը ամենաշատ ձայներն է ստացել։ Ով հաղթեց։ Դե հաղթելը հաղթանակի համար էր սա։ Մեր ժողովրդավարական կոնստրուկցիայում հաղթելը ուրիշ կերպ։ Սպորտ չէր, էլի մասնակցությունը չէր կարևոր, էսի տրուդ ռեզերվը չի։
ով հաղթեց։ Ով որ հաղթեց։ Դեռ հարց է ով է հաղթել։ Ինչ գիտենք ով է հաղթել։ Հիմա մենք նախազգուշացնում ենք, սա լուրջ է։ Ով որ հաղթեց նա է հաղթողը։ Մենք պետք է իմանանք, որ Հայաստանում հաղթողը նա է։ Ոչ դա նա է, ալֆա նա է, ով հաղթեց։ Ես ուզում եմ իմանալ։ Ես այնց հետո ում պետք է նմանակել։ Դե ձեր տրամաբանությունը ճիշտ է այն առումով, որ մարդիկ գնացել են ընտրատեղամաս, քվեի քանակգոյությունը, քվեն վերաբերմունք է նշանակում նաև քաղաքի կողմից։ Մերժիր, ում են մերժում։ Այդ մերժիրն էլ աշխուժացել է սկայն օրը, բայց մեր օրակարգում չկա։ Ահա, հիմա եթե դա տեղի չի ունենում, կարող եք այդ քաղաքական պատկերը մի քիչ բացատրել։ Ինչ է տեղի ունեցել այդ դեպքում։ Ովքեր են մասնակցել այդ խաղին, ինչու են մասնակցել։ Գյումրեցիները փառք ու պատիվ իրենց ասացին, որ մենք դժգոհ ենք ձեր վարած քաղաքականությունից։ Իշխանությանը։ Այո։ Մենք մերժում ենք ձեզ, մեր համար դուք կուրք չեք։ Դա շատ լավ բան եղավ։ Ես անձամբ մասնակցում էի Լևոնի կողմնակիցների։ Ասում առողջությունս դրել եմ։ Ինձ որ ասում են ինչ ես դրել, ասում եմ փող եմ դրել, առողջությունս եմ դրել, սրոք եմ ստացել, չէ։ Ես առողջ մրցել եմ Գյումրիում։ Մերժեցին, ասացին դժգոհ ենք։ Երևանցիներ, մայրաքաղաքցիներ, մենք դժգոհ ենք։ Այսինքն Գյումրիի ընտրությունները մեծ ընտրության նախավարժանք են։ Այդպես էլ կարելի ասել, բայց ես համարում եմ նախազգուշական կրակոց էր։ Կրակեցին, թիրախավորեցին, ասացին դուք ձեզ լավ չեք պահում, մենք հիասթափված ենք ձեզանից, մեր անունից բոլոր, դա հենց այնպես Գյումրին իհարկե մայրաքաղաքը չի, ասենք հայրաքաղաք էլի, բայց կարևոր տեղ է, կարևոր ահազանգ եկավ։ Մենք իմացանք, որ մենք մենակ չենք, հա, ոնց որ թե դժգոհ, ժողովուրդը դժգոհեց, երկու պատճառ կար, առաջինը ոնց էր կազմակերպված, հետո էր այդ հավակնորդը, դուս պրծուկների, այդ ինչ կեր, դուս պրծուկներին բերում փաթաթում եք մեր վզին, դուք մեր ինչ տեղ եք դրել, լավ արեցին, որ մերժեցին դուրս պրծուկին, ով է դա, գյումրեցիների համար, հետո ինչ որ ձեր համակուրսեցին կամ քենուտ քրոջ ինչ որ տենց ասում են քենուտ քրոջ ես դեռ բամբասանք լսել եմ կարդացել եմ հա YouTube-ում կա ասում են այսինքն այդ բանը ծառը սարքում են ում բարեք ուրիշ բան չկա որպես երկրորդ քաղաքի ես կասեի դա երկրորդ քաղաք չի Գյումրին երկրորդ քաղաք չի հատուկ քաղաք է օրինակելի քաղաք է Գյումրիի ընտրություններին մասնակցել են բոլորը նախկին իշխանությունները քաղաքական լիդերներով կա այդ։ Այո, բոլորը ոնց թե մասնակցել են։ Նրանք բանտում չեն, նրանց ռեսուրսները բանտում չեն, բանկում չեն, բանկում եւ բանտում, հա? Կներեք, ներողություն։ Ռեսուրսները բանկում պետք է լինեին, անձնակազմը բանտում։ Եթե այդպես չի, գյումրեցիներն ասեցին դե ուրեմն գնացեք մտածեք։ Մենք օրինակ ենք ծառայում։ Ես կարծում եմ, որ սա կարող է օրինակ լինել